Ողջույն, Ռեալ Պոլիտիկն է եթերում եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի ազգային ժողովի ՀԱԳ խմբակցության պատգամավոր, վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին։ Բարև ձեզ, Տիկին Սարգսյան։ Այս օրերին բոլորը կարծես ամփոփում են կառավարության 100-օրյա գործունեությունը եւ բավական կոշտ նաեւ դիտարկումներ անում, հույսեր չփայփայելով որ այս կառավարությունն ընդունակ կլինի բեկում մտցնել երկրի սոցիալ-տնտեսական կյանքում այ քարյակը մինչև աշուն ժամանակ է տվել այն հայտնի 12 կետերի կատարման մասով որոնք չկատարելու դեպքում ուրեմն խիստ գործողություններ են նաև սպասվում ինչու՞ չէ նաև հրապարակային հանրային գործողությունների տեսքով։ Ես ուզում եմ նախ որ ամփոփեք կառավարության գործունեությունը, այն կառավարության, որի ծրագիրն է հաստատվել ազգային ժողովում, որի հաշվետվություններն եք լսել տարբեր գերատեսչությունների, տարբեր նախարարների եւ նաև 12 կետի պահանջով ինչ հույսեր ունեք։ Նախ պիտի ասեմ, որ ի սկզբանե մենք արդեն իսկ մեր կարծիքը հայտնել էինք նորաստեղծ կառավարության կազմի մասին, փաստելով, որ որևէ կառավարություն Հայաստանում ամենաազնիվ մղումներն ունենալու պարագայում անգամ ինչ որ բան փոխելու ունակ չէ։ Որովհետև ինչպես որին պիտի հաջորդեր արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Դա process էր, որը պիտի բերեր դրան։ Ինչի՞ չբերեց, այսինքն դուք շատ լավ գիտեք, որ Տիգրան Սարգսյանին հաջորդելու է Հովիկ Աբրահամյանը, որ օլիգարխիան գալու է իշխանության, որ կառավարությունը դառնալու է օլիգարխիկ, այսինքն իմանալով այդ բոլորը, դուք այնուամենայնիվ պահանջում եք Տիգրան Սարգսյանին։ Ուրեմն մեզ համար դա ճանապարհ էր դեպի ամբողջական իշխանափոխություն, որին մենք ձգտում ենք։ Այսինքն գոնե ձեր գործընկերների հետ պայմանավորվել եք, որ առաջին քայլը Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջն է, հաջորդը Սերժ Սարգսյանն է լինելու։ Ուրեմն բոլոր հարցերը չի, որ դու նախորոք ձևակերպում ես, բայց հասկանում ես, որ process-ի ընթացքում այդ ձևակերպմանը կարող են գալ, եւ այդ տրամադրությունները կար բոլորի մոտ։ Հետեւաբար կարելի է ասել, որ այո, մենք ունենք այդ համաձայնությունը եւ եթե մեզ հաջողվում էր 28-ին էր կարծեմ ազգային ժողովի ուրեմն նստաշրջանի ժամանակ հասնել Տիգրան Սարգսյանի հրաժարականին հանրային ճշմարան արդյունքում ապա միանշանակ այդ հանրային ընդվզումը շարունակություններ ունենալու եւ հասարակությունը չէր բավարարվելու Տիգրան Սարգսյանի հրաժարականով միայն։ Այս այո կար այդ համաձայնությունը եւ մենք գնում էինք դրան։ Հաստորեն Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելուց հետո ձեր գործընկերները հրաժարվեցին այդ նախնական համաձայնությունից։ Ոչ, նման բան չկար։ Խնդիրը նրանում էր, որ Սերժ Սարգսյանը կանխեցեն ինչ որ մենք ծրագրել էինք։ Հաստորեն Սերժ Սարգսյանն էր ընդհանուր առմամբ տնօրինում եւ կառավարում քարյակի պայմանավորվածությունները։ Դուք կարող եք այդպես մտածել, ես էլ կասեմ, որ դա լրիվ զուրկ է հիմնավորումից եւ ընդհանրապես Սարգսյանը կանխեց։ Չէ, կանխեցեն ինչ որ ակնկալում էր, որ մենք կանեինք։ Եվ ձեր ձևակերպումը մի փոքր սխալ է։ Սերժ Սարգսյանի հնարավոր գործողությունները։ Մենք չենք կարող կանխատեսել, որ Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ առաջ Տիգրան Սարգսյանին գահանքեց կաներ։ Ամեն դեպքում կարծում եմ նա հաշվարկել էր թե ինչ է սպասվում իրեն եւ Տիգրան Սարգսյանի հրաժարականը վաղուց արդեն ծրագրավորված էր, նա ուղղակի սպասել է հարմար պահի, որպեսզի ընդհանուր այդ լարվածությունը կարողանա մեղմել, որը պիտի խոստովանեմ այդ պահին նրան հաջողվեց։ Եվ արդյունքում 100 օրը 100 օրը ինձ համար սիմվոլիկ ժամանակահատված է եւ կարծում եմ բոլորն էլ հասկանում են, որ 100 օրում ոչ մի բան չի կարող փոխվել, առավել եւս տեսանելի մասով կարծես թե որոշումը կա։ Ես չեմ ավարտել, ուրեմն ասեմ, որ Հովիկ Աբրահամյանի անձին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև ինձ համար էական չի թե ով է վարչապետը։ Բայց եւ ոչ մի բան ակնկալել, որ նա թալանչի է օրինակ։ Դե հակառաջնորդը եթե ասում է, ուրեմն գիտի։ Թալանչի է թե ոչ։ Ես ինքս չեմ աշխատել Հովիկ Աբրահամյանի հետ եւ նման փաստերի մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ ինքս անձամբ այդ փաստերի մասին տեղյակ չեմ։ Բայց չեմ կարող չընդունել, որ Հովիկ Աբրահամյանը կլանի մաս է կազմում եւ բավականին մեծ դերակատարություն ունի։ Եթե կլանը թալանչի է, եթե կլանը ավազակ է, ավազակային։ Ասեմ, որ ուրեմն քանի դեռ կա այս համակարգը քրեաօլիգարխիկ,
ով էլ նրանց հետ համագործակցում է եւ զբաղեցնում է լրջագույն պաշտոն, նա ապրում եւ գործում է կլանի օրենքներով եւ որևէ մեկը զերծ չի այդ հանցանքներից։ Հետևաբար ընդունելով Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետը անձնական տեսակետ այդտեղ չեմ ուզում արտահայտել, որովհետև նորից եմ կրկնում, Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ ճանապարհ է անցել նաև այդ թիմի որոշ անդամների հետ, որոնք նախկինում աշխատել են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, ես բարեբախտություն եմ ունեցել չաշխատելու։ Հետևաբար ինձ համար 100 օրը դա սիմվոլիկ ժամանակ է, ինչ որ հարկային տվյալներ են ներկայացնում։ Այս 100 օրվա ընթացքում կարևոր քայլեր, որ ձեռնարկել է կառավարությունը, ձեզ տպավորել է կամ հիասթափեցրել է։ Ինձ ոչինչ չի տպավորել, որովհետև նորից եմ ասում։ Դրանք կարող են իմիտացիոն քայլեր լինել, դրանք կարող են լինել քայլեր, որոնք ինչ որ կոսմետիկ։ Դե օրինակ հարկային արտոնություններ Ալեքսանյան Սամվելին։ Ձեզ չի ոգևորել օրինակ։ Շատ է ոգևորել, շատ։ Որովհետև կարծես թե Սամվել Ալեքսանյանը ընդհանրապես ոչ մի արտոնությունից չէր օգտվում։ Հիմա եթե այդ արտոնությունը տվել են, կամ Արարատյան դաշտում օրինակ Հովիկ Աբրամյանը, Սամվել Ալեքսանյանն ու Գայիկ Ծառուկյանը, որ ունեն ամենամեծ ձկնաբուծարանները, նրանց համար հորատանցքերը նորից կբացվեն եւ ջուրը անխնակ օգտագործվի սեփական բիզնեսի։ Արման ջան, ես առաջարկում եմ կոնկրետ անձերի վրա չկենտրոնանանք, որովհետև այդ անձերը եւ հետաքննություն ենք արել եւ բարձել ենք, որ այդ ձկնաբուծարանների մեծագույն պատկառելի մասը ուրեմն այս մարդկանց է պատկանում։ Մտահոգությունները ամբողջությամբ նույն չափով անհանգիստ եմ եւ նորից եմ կրկնում կուտակայինի մասով փոփոխություն է որ արեց կառավարությունը կարծում եմ որ Հովիկ Աբրամյանը այստեղ սկզբնական շրջանում կարծես թե փորձեց տպավորություն ստեղծել որ ինքը կգնա արմատական փոփոխությունների եւ պարտադիր բաղադրիչը կհանվի օրինագծից, բայց արդյունքում ունեցանք այն ինչ որ այսօր ունենք էլեկտրաէներգիան թանկացավ նորից կրկնեմ Հովիկ Աբրամյանը չի որոշում մեր երկրում թե ինչ պիտի դե հիմա ստացվում է որ դուք պաշտպանում եք Հովիկ Աբրամյանին Չէ, հիմա ասեմ ինչ եմ ասում եւ ասում եք որ Հովիկ Աբրամյանը չի մեղավոր Ինչ եմ ասում ինձ համար ամեն ինչի չարիքը բոլոր չարիքները սկսվում են Սերժ Սարգսյանից եթե հիմա Հովիկ Աբրամյանի փոխարեն լիներ ասենք Դավիթ Հարությունյանը ես նույն կերպ էի արտահայտվելու որովհետեւ ինձ համար վարչապետի անձը ոչինչ չի փոխում մեր երկրում Դրա համար Հովիկ Աբրամյանը ունի carte blanche ունի բոլոր իրավունքները ինչպես ՀՀԿ գերագույն մարմնի այդ հայտնի նիստում ասվեց ուրեմն Սերժ Սարգսյանը նրան տվեց գործելու ազատություն հնարավորություններ աջակցություն որպեսզի նա կարողանա դրսևորվել Ես չեմ կարծում որ այդ հնարավորությունը նրան լիարժեք կտրվի որովհետև Սերժ Սարգսյանը սովորություն ունի ամեն ինչ վերահսկելու եւ ամեն ինչ ծառայեցնելու իր կոնկրետ կլանային շահերին, որի անդամ է բնականաբար նաեւ Հովիկ Աբրամյանը։ Հիմա ես նորից եմ կրկնում, չունեինք որևէ վստահություն եւ այս կառավարության նկատմամբ եւ հաջորդի նկատմամբ չենք ունենա, եթե դեռ նախագահական աթոռին է նստած Սերժ Սարգսյանը, որտեղ ամեն ինչ ուղղորդվում է այնտեղից։ Եւ նորից եմ կրկնում, անձերով ոչինչ չի փոխվում Հայաստանում։ Քրեաօլիգարխիկ համակարգը պետք է փոխել։ Հույսեր 12 կետի 12 պահանջների մասով 12 պահանջները ներկայացվել է եւ ես չեմ կարծում, որ այդ պահանջները իզորու է իրականացնել կատարել կառավարությունը եւ մենք ունենք հստակ ծրագիր, որը ներկայացված է նաեւ 12 ուրեմն կետերի վերջաբանում սեպտեմբերին մենք կտանք գնահատական ձեր ասած 100 օրվան իսկ մեզ համար մի քանի ամսվա գործունեությանը կառավարության եւ ըստ դրա կշարժվենք առաջ Շատ լավ Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս հրատապ հարցազրույց էր տվել լրատվամիջոցներից մեկին եւ ասել էր որ իր ունեցած տեղեկություններով գործի դնելով ողջ իրավապահ մեքենան ուրեմն իշխանությունը Սերժ Սարգսյանը պատրաստվում է ԲՀԿ-ի նկատմամբ կիրառել մտրակի այն է սպառնալիքների ու շանտաժի լեզուն ինչը որևէ պարագայում չի կարող հանդուրժվել քաղաքական մյուս ընդդիմադիր ուժերի եւ ողջ հասարակության կողմից երկու օր առաջ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ուրեմն լավագույն մարզական ընտանիք միջոցառում էին իրար հետ ուրեմն նայում եւ
բավական ջերմ, կարծես թե հարաբերությունների մեջ էին։ Այս մարդը տպավորություն թողում է, որ իրեն ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի տեղեկությունների մտրակ են ուրեմն գործադրում եւ ուզում են քաղաքական հետապնդման ենթարկել։ Եւ այս մարդը, Ծառուկյանը, հույս ներշնչում է, որ կարող է ուրեմն կտրուկ գործողությունների գնալ Սերժ Սարգսյանի դեմ եւ մինչեւ 2017 թվականը ընդհանրապես պահանջել նրա հրաժարականը։ Ասեմ, եթե հույս չներշնչեր, մենք միանշանակ նույն ճանապարհով չէինք գնա։ Այսինքն Սերժ Սարգսյանի կողքին նստել, նրա հետ հրապարակային գործունեությունը մի բան է։ Իրականում process-ները ընթանում են շատ ավելի ստվերային հատվածում։ Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանը իր թիմում համենայն դեպս մենք երկար ժամանակ միասին արդեն համագործակցում ենք եւ ես վստահ եմ, որ նա կգնա այն ծրագրով, ինչը համատեղ մշակվել է Քարյակի կողմից։ Հնարավորություն կլինի ամբողջական իշխանափոխության գնալ, վստահ եմ, որ նա մեզ հետ նույն ճանապարհով կգնա։ Եթե չի Այսինքն նա այդպիսի հավաստիացում է տվել։ Ես բանակցություններին չեմ մասնակցել, չեմ կարող որևէ բան պնդել կամ հերկել, բայց ես տեսնում եմ, թե ինչպես է գործում նրա թիմը այսօր։ Եվ ավելին, ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը պակաս մտահոգված չէ մեր երկրի ապագայով եւ Գագիկ Ծառուկյանի մտահոգությունները գոնե մասնակի բավարարվել են, Հովիկ Աբրահամյանը վարչապետ է, նրա բիզնեսները այս պահին անձեռմխելի են, նրա հետևից չի գալիս դատախազությունը, նրա շրջապատը այսօր պաշտպանված է եւ այդ իմաստով ասենք շատ մեծ։ Ես չեմ կարծում, որ այդքան պաշտպանված է եւ հնարավոր է, որ մի այլ իրավիճակում այդ թիմի նկատմամբ այո, մտրակի գործողություններ կիրականացվեն եւ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդամենը փորձել է ներկայացնել այն, ինչ որ ինքը կանխատեսում է։ Ընդհանուր ինչ որ տագնապ եմ տեսնում Տեր-Պետրոսյանի մոտ, վախ որ Ծառուկյանը փախչում է այդ ոչ իշխանական ճամբարից եւ առժամանակ գոնե իրեն չի տեսնում կտրուկ գործողություններ իրականացնողի դերում։ Ես նման տագնապ չեմ տեսնում Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, ավելին նա միշտ շատ ինքնավստահ է, միշտ գիտի իր անելիքները, միշտ չի որ բոլորը կարող են այդ անելիքները իրենց համար ընդունելի համարել, բայց նա երկարաժամկետ խաղի քաղաքական խաղի մեջ մտած մարդ է։ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ինչի է այսպես տագնապում կոնգրեսը։ Ես դա տագնապ չի ասի, մենք ընդհանրապես համակարծիք չենք հանրապետական մեծամասնության հետ եւ նաեւ ձեր ուրեմն ոչ իշխանական դաշնակցության Գիտեք ինչ, դաշնակցությունը նոր չի, որ արտահայտվել է սահմանադրական բարեփոխումների օգտին։ Եվ նրանք փաստորեն պաշտպանում են Սերժ Սարգսյանի նախաձեռնած։ Արման ջան, մի րոպե, ես փորձեմ ձևակերպել, ուրեմն դաշնակցությունը այդ տեսակետին միշտ է եղել եւ հիմա դեռ շարունակում է այդտեղ լինել։ Բայց դա չի նշանակում, որ դաշնակցությունը չի գիտակցում, որ անհրաժեշտ պահին եթե լինի այլ առաջնահերթություն, ապա նա կարող է նաև հետ քայլանել եւ առաջնորդվել բոլորի կարծիքով եւ անհրաժեշտության դեպքում Քարյակի հետ համատեղ գնալ իշխանափոխության։ Լավ, որն է պատճառը սահմանադրության փոփոխություններին։ Ուրեմն մենք կարծում ենք, որ Հայաստանը պատերազմող երկիր է եւ կիսանախագահական համակարգը մեզ համար ամենաճիշտ համակարգն է, որ այսօր կարող է գործել, որովհետև մեր երկիրը դեռ ժողովրդավարության ճանապարհով գնալու շատ մեծ ճանապարհ պիտի դեռ անցնի եւ մենք այդ ճանապարհը դեռ չենք հաղթահարել։ Ավելին ես կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխումների իրական նպատակը իրոք բարեփոխումները չեն, այլ կոնկրետ նպատակ վերարտադրման։ Եվ ավելին ես կարծում եմ, որ մեր սահմանադրությունը խոչընդոտ չի ստեղծում, որպիսի օրենքի տառը պահպանվի մեր երկրում, որպիսի սահմանադրությունը բոլորի համար հիմնական օրենք լինի, որպիսի չկեղծվեն ընտրությունները։ Փաստորեն ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ Քոչարյանի տեսակետները կարծես թե նույնն են դարձել սահմանադրական փոփոխությունների մասով։ Ես հասկանում եմ, դուք ինչ եք ասում։ Քոչարյանը օրինակ մտահոգված է, որ սահմանադրությամբ փաստորեն ամրագրվում է, որ որևէ անձ, ով իր կյանքում երկու անգամ անընդմեջ եղել է հանրապետության ղեկավար, չի կարող նորից հավաքել
հավակնել այդ պաշտոնին։ Թեև օրենքը հետադարձ ուժի այս խնդիր կա այդտեղ, բայց այդպիսի ամրագրումը փակում է եւ Տեր-Պետրոսյանի եւ կարծես նաեւ Քոչարյանի հնարավորությունները երբևէ հավակնել այդ պաշտոնին։ Նախ ասեմ, որ ինձ դուր չի գալիս, որ ամեն կերպ բոլորը փորձում են Քոչարյանին կապել Քարյակի հետ, որովհետեւ այդ համագործակցությունը ես չեմ տեսնում, մենք տեսնում ենք, մենք նշмарում ենք այդպիսի համագործակցություն։ Դուք ոչ թե տեսնում եք, այլ դուք ենթադրում եք։ Ես չեմ ենթադրում, ես գիտեմ, որ չկա այդ համագործակցությունը։ Եվ հետևաբար Քոչարյանի թեման ինձ համար ընդամենը լրագրողական աշխարհի կողմից ուռճացված եւ անդադ հրապարակում պահելու թեմա է, որը չգիտեմ կոնկրետ ում է պետք։ Կարող եմ վստահաբար ասել, որ մեզ դա պետք չի։ Եվ մենք այդ թեմայի մեջ ընդհանրապես չենք մտնում, որովհետեւ մենք չենք տեսնում դրա անհրաժեշտությունը։ Մարդը նախագահ է եղել եւ իրավունք ունի իր կարծիքը արտահայտելու։ Ընդամենը սահմանափակվում ենք այդ մոտեցմամբ, որը ըստ մեզ այսօր կա։ Հետևաբար, ես կարծում եմ, որ Քարյակը գործում է առավել քան ինքնուրույն, ես չեմ բացառում, որ ինչ որ этаպում կարող են լինել շահագրգիռ կողմեր, որոնք կփորձեն Քարյակի մեջ ներգրավվել կամ ինչ որ դերակատարություն ստանձնել, ինչ որ կերպ փորձեն ազդել Քարյակի որոշումների վրա, ավելի քան վստահ եմ, որ Քարյակը կկարողանա դիմակայել նման մարդկանց ոտնձգություններին։ Ես համարում եմ, որ Քարյակը, համենայն դեպս Հայ ազգային կոնգրեսը, խմբակցության մասին է խոսքը, որի անդամ եմ նաև ես, միանշանակ ինքնուրույն գործող քաղաքական ուժ է, քաղաքական միավոր է, որը ունի իր հստակ ծրագիրը եւ համագործակցում է այդ ծրագրի շրջանակներում Քարյակի մյուս ուժերի հետ։ Ինչ կստացվի, կյանքը ցույց կտա։ Քին Սարգսյան, դուք եւս ցույցեր եք պատկերացնում, որ պետք է լինեն ազատության հրապարակում, եթե այս 12 կետերին վերջնական ինչ որ Ես հիմա կխոսեմ եւ վերակազմյալ ՍԴԿ-ի անունից եւ Հայ ազգային կոնգրես կուսակցության անունից։ Մեր մոտեցումը համենայն դեպս այն է, ինչ որ դուք հիմա ասեցիք։ Այո, մենք կարծում ենք, հանրային գործողություններ, այո, հանրային գործողությունների եւ մոբիլիզացիայի, հանրային մոբիլիզացիայի, քաղաքական ուժերի համախմբման, քաղաքացիական նախաձեռնությունների համատեղ ջանքերով մենք պիտի փորձենք մեր երկիրը փրկել քրեաօլիգարխիկ այս համակարգից եւ Սերժ Սարգսյանի նախագահությունից, որը ըստ էության ձախողել է եւ արտաքին քաղաքականությունը եւ ներքին։ Ինչպես դուք վարչապետի հրաժարականի ժամանակ չէիք բերում վարչապետի ձեր տեխնացուին, կարելի է իմանալ ով է լինելու Քարյակի նախագահի տեխնացուն, եթե Սերժ Սարգսյանին հնարավոր լինի։ Աշնանը ուզում եք Սերժ Սարգսյանին տապալել։ Այո, ուզում ենք։ Ով է տեխնացուն։ Ընդամենը 3-4 ամիս հետո կարող է Սերժ Սարգսյանը այլևս չլինել նախագահ։ Բազմաթիվ կարող են լինել, բայց ինձ համար կա նախընտրելի տեխնացու։ Կարելի է իմանալ։ Կգա ժամանակը այդ մասին կհայտարարեմ։ Շատ լավ։ Շնորհակալություն Տիկին Սարգսյան այս հանդիպման համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Հայաստանի ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ Մնացեք բարով, կհանդիպենք։